Հիմա շատ հետաքրքիր է, եթե ես բռնեմ եւ իմ հին տեսանյութերը միացնեմ, հա, երբ որ ես խոսում եի ազգային ժողովի մասին, կտեսնեք, որ ոչ մի տարբերություն չկա, այդ տեսանյութերը շարունակում են լինել ակտուալ, որտեվ այն ինչը որ ես ասում էի նախորդ ազգային ժողովին, հենց այդ նույն բանը պետք է ասեմ այս ներկա ազգային ժողովին, որտեվ ոչ մի բան չի փոխվել։ Դե մենք ճիշտ ասած գիտեինք էլ, որ ոչ մի բան չի փոխվել, բայց արդեն իրանք իրանց աշխատելավոճով ցույց տվեցին, որ իրոք вообще ոչ մի բան չի փոխվել։ Եթե ինչ-որ հույս ունեիք, որ կարող է խոսակցականը մի քիչ փոխվի, մի քիչ ուրիշ ստրատեգիա բռնի այս ընդդիմությունը, հա, չէ՞ որ իրանք տեսան, որ իրանց բռնած ձիլը այն ժողովրդի կողմից չի ընդունվում, մերժվում է, հա, վերջով ավելի ու ավելի ցածրացնում է հենց իրենց վարկանիշը, բայց չէ, այն որ ասում է դունդուկ ոնց կային, տենց էլ մնացել են, եկել են, նստել են, էլի սկսան այդ նույն ոճով, հա, թուրք տեսել ես, չես տեսել, հեսա սկսեն էլի, դուք թուրք եք բերում, դուք հողատու եք եւ այլն, դե մի կողմն էլ իշխանությունն էլ էլի իրան նույն պատասխանները բոլորին կփռենք ասֆալտին, հա, հանգիստ վերընկեք ձեր տեղերը, ոչ մի ձուկ, ոչ մի մուկ, հետո կավակռիվ սարքեն մի երկու հատ իրար չափալախեն, հետո զինվորներին բերեն մտցնեն խորհրդարան, в общем, սրան դուս հանեք, նրան դուս հանեք, ընդմիջում այդ նույն պատմությունները ոնց հասկացանք, հեսա էլի շարունակվելու են։ Եվ ես միշտ ասել եմ, որ ինչ էլ ուզում ա լինի երկրում, ժողովուրդ ջան, գլխավոր մեղավորը դա ժողովուրդն է, քանի որ ժողովուրդը չպետք է հանդուրժի այսպիսի անբարոյական, ես չեմ վախենում այս բառից, բայց պետք է ոնց կա տենց ասենք, հա, անբարոյական քաղաքական գործիչներին։ Այս մարդիկ քաղաքական գործիչ չեն, հա։ Հիմա ինչու եմ ես ժողովրդին մեղադրում, որտեվ ժողովուրդն է հանդուրժում։ Եթե ժողովուրդը չհանդուրժի, սրանք դուխ չեն անի երբեք իրենց այսպիսի լկտի պահեն իրենց երկրում, բայց արի ու միտե ժողովուրդը հանդուրժում է, ժողովուրդը ինչ որ միտեղ էր անգամ լավ էլ գումարներ է վերցնում եւ սրանց ընտրում է եւ տանում մտցնում է նորից ազգային ժողով, հետո էլ հելնելու է կանգնի եւ ասի այս երկրում ապագա չկա, մենք պետք է թողենք այդա կամ երեխես պետք է թողի այդա եւ այլն եւ այլն, մոռանում է որ իր երեխու ապագան ինքը իր ձեռքերով վաճառել է X թվականին գումար վերցնելով հենց այս պահի ընդդիմությունից, հասկանում եք, դե իհարկե չմոռանանք ասենք, որ այս ամենը պետք է կանխեր երկրի իշխանությունը, որը որ չարեց, դե իմ ինչի չարեց, չգիտեմ, դուք ինքներդ հա մտածեք ինչի չարեց, ոյ ան տենց էր ձեռ տալի։ Մի խոսքով, հիմա ունեք այն, ինչ ունեք, ազգային կավեն, ու հիմա 5 տարի կնստեք եւ նույն բարդակը Բարից ուղիղ իմաստով բարդակը կդիտեք, հա, ես ուզում էի մեկ էլ ասային, որ ասում էին թուրք տեսել եք, չեք տեսել, հա, այդ ձեր շեֆերը, որ գործարար են, իրանք չեն կարող լինել գործարար, եթե թուրքերի հետ չտան առնեն, ընդից ապրանք մապրանք չբերեն, հա, առնեն ծախեն եւ այլն։ Մի հատ գնացեք ձեր տերերին, հա, ձեր շեֆիկներին հարցրեք, դուք թուրք տեսել եք թե չէ, նոր եկեք ազգային ժողովում թուրքերի անուն տվեք։ Սա հենց այն է, ինչը որ ես ասում եմ, այս մարդիկ չեն հարգում ձեզ եւ գալիս են ձեր զգացմունքներին, այն որ ասում է սենց աղ լցելով ձեր զգացմունքների հաշվին փորձեն աչոկներ հավաքել։ Ուրեմն ես հետևելով քաղաքական դաշտին, այս անցյալ քաղաքական դաշտին, ես եւս մեկ անգամ համոզվել եմ, որ այնտեղի падգավորների, հա, մի քանի ֆիգուրներ ընդհանրապես անգաղափարակից են։ Իրանք հետաքրքիր չի, թե երկիրը որ կողմ կտանեք, ինչ կանեք, ոնց կանեք, իրանց համար հետաքրքիր է իրենց տվյալ պահի պաշտոնը, ժողովուրդ ջան, այսինքն իրանք պայքարում են, քամակները ճղում են, որ իրանք դառնան падգամավոր, իրանց կռիվ անել է դա։ Այսինքն հիմի պետք է, եթե պետք է իշխանությանը քլնգել, հա, ինչ գնով լինի ես իշխանությանը կքլնգեմ, մենակ թե ինձ մանդատ տակ եւ ես դառնամ падգամավոր եւ ստանամ այդ լավ աշխատավարձը իրա բոնուսներով, հա։ Ուրեմն դրանցից մեկը, ասենց ուղիղ ասեմ, Էդգար Ղազարյանն է, այն որ ինքը իրան ինչ-որ հաղորդում էր անում, ինքը իր հետ խոսում էր, ինքը իրան պատասխանում էր, այդ մարդը շքերթի օրը, որ հայկական նոր զենքեր էին ցույց տալի, ոչ միայն հայկական, այլ ընդհանրապես զինվորական շքերթը,
Հանրապետության օրը ընդ բանում կանգնած էր, հրապարակում կանգնած էր, ժողովուրդը սենց այն որ ասում է թարս էր նայում, այն որ չէր ընդունում, ինքն էր սենց մթոմ ինքը այդ ամենը չէր նկատում, ընդ երիտասարդներից մեկը գնաց Հայաստանի քարտեզը կպցրեց, ինքն էր սենց կիսա վախեցած սենց կանգնած էր, այսինքն ինքը շատ լավ էլ գիտի, որ ինքը ժողովրդի կողմից մերժված մի հատ անտանելի մի հատ հոտավետ գյադա է մեր քաղաքական դաշտում, բայց այդ թումա խորհրդարան դե իրան մանդատ են տալի, ընդդիմությունն էլ գիտի, չէ իրան օրինակ ցուցակի մեջ վեկալողը չգիտի, որ այս մարդու զզվում է ժողովուրդը, գիտի, չէ։ Մի ուղղ ասում եմ, արա քեզից զզվում են, դու չես ամաչում, հələ գնաց եմ մտել ես խորհրդարան, փողով գնված բաներով, ձայներով չես ամանչում, մտել ես ընդ նույն ձև էլի կանգնել ես, մթոմ բան ես ասում, չգիտեմ, հելի մի հատ փողոցը կանգնի էլի, հելի մի հատ այդ շքերթի օրը փողոցն է իր, տեսանք ոնց էր ժողովուրդը քեզ վերաբերվում։ Իդե պետք է բոլորին սենց վերաբերվեք ու էդի դա քիչ է, պետք է ամեն օր այս սրանց նման շոպլիկ, այն որ սենց ամեն ինչ անեն, էթան մտնեն, դառնան падգամավոր փող առնեն, իրանք թքած ունեն երկրի պետականության վրա, դուք պետք է ամեն օր թքեք ու մրեք։ Քաղաքական ձևով, չեմ ասում ֆիզիկապես թքեք դեմքին, ոչ։ Քաղաքական ձևով մերժեք, եկալ մերժեք, որ ամանչեն դուրս գան։ Պետք է իրենք ամանչեն Հայաստանի եւ Երևանի փողոցներով քայլերով։ Եթե դուք այս ամեն ինչը չանեք, ուրեմն գլխավոր մեղավորը դուք եք։ Մենք երկիրը կորցնելու ենք, չի կարա երկիրը լինի անկախ պետականություն, եթե ունենա սրա նման падգամավոր, այն Աննա Գրիգորյանի նման падգամավոր, ու այս խորհրդարանի նման падգամավոր, հենց նույն Կաբանի նման, Նարեկի նման падգամավոր, մի օր չտեսանք մենակը փողոցը մանգա, Հայաստանում էդ ինչ վտանգա քեզ սպառնում եղբայր, որ դու ամեն անգամ դուրս գալուց 175 գոքի կողքդ մարդ կա, ասես նայում ես վիդեոների մեջ առողջ տղամարդիկ, մտածում ես, բայց ինչ ա եղել, ով է այս տղու հետևից ընկե, ով ա ուզում վնաս տա, ինչ որ մեկը կա, քեզ ուզում ա վնաս տա, ինչ որ մի բան կա, մի հատ ասա իմանանք, այն չես դու միշտ այդքան մարդկա, ես իմ կյանքում շատ ունևոր մարդկանց գիտեմ, տեսել եմ անձամբ, գիտեմ, շփվել եմ, երբեք չեմ տեսել այդ մարդիկ սենց հելնեն ախրանիկներով ֆրֆրան, չգիտեմ, կամ սենց ինչ ձև է, կամ ընդհանրապես դու էլ մթում աշխարհ տեսած տղա ես 100% դու էլ գիտես լիքը միլիարդատերներ, միլիոնատերներ դուսը ու դու տեսել ես դրանք ախրանիկներով ֆրֆրան, ինչ ձև է ես չեմ հասկանում։ Ինչ կա քեզ ուզում են սպանեն, ապեր չեմ Հայաստանում մեկը կա, տենց ընկել է հետևիցը։ Այն չի քո կողքը վեշնի ինչ որ բաներ սենց ավտոներ, ինչ որ մարդիկ, բանը սենց բոյով, ջանով, բուսատով ինչ որ տղամարդիկ, ստե ինչ որ մի բան են չի, չգիտեմ, մի հատ սա նախ առաջի հերթին քո վարկանիշն է գցում, որովհետև ոչ մեկին հաճելի չի տեսնել падգամավոր, որը որ վախենում է մենակը տնից դուրս գայիս ինչ վիճակա։ Ումից եք վախում, ինչ ա եղել, ես չեմ տեսել, որ քո վրա ինչ որ հարցակում լինի կամ ինչ որ մեկը, նախ որ հարցակվի ես ինքս քննադատեմ, հա, ու եւ այդ մարդը պետք է իհարկե պատժվի, եթե ֆիզիկապես հարցակման մասին է, հա, բայց այդ ձևի բան չի եղել Հայաստանում գոնե ու անգամ տենց են որ ասում նշմարներ էլ չի եղել որ ասենք ալա այս մարդու վրա ինչ որ մի բան եղել է ինչ որ մտահոգություն կա բան կա չէ ախպեր այս մարդը վեշնի երբ տեսնես ապեր ինչ որ ջահել տղեկ են կողքերը հա երիտասարդ սենց ինչ որ այն էլ սենց ինչ որ քրեական դեմքերով սենց կանգնած սենց ինչ է կատարվում դու падգամավոր ես թե գողական ես, ինչ ես, չնայած գողականներն էլ տես չեն ֆրֆռում։ Մի դու ով ես ապեր։ Մաֆիոզ եք, ինչ եք, արա եկել եք Հայաստանում 15 հոգի սրան պետք է տանի, միջև այդ Գագիկ Ծառուկյանը պետք է քայլեր մի 75000 հոգի հետևից պետք է թարի։ Էս ինչ ձև է, էս ինչ հետամնաց ջունգլիական ձևերա ձեր մոտ ես չեմ հասկանում։ Էսի ձեր երկրի վիճակն է ու դուք այս ամենը հանդուրժում եք։ Սրան էլ գումարած այդ Շիրազ ինչ էր Մանուկյանն էր ինչ էր ազգանունը էլա ասեց ժողովուրդ ջան ես բան եմ падգամավոր եմ падգամավորը ինքը մտել է այդ падգամավորի դերի տակ խոսալուց sense բաներ անում այ
Սենց ինչ-որ ձևերով են խոսում, ինք արդեն մտել է այդ բանը, պատգամավորիչը արդեն չինովնիկի դերի մեջ է մտել, սենց այդ տալերկի մեջ է։ Ուրեմն հելավ ասեց, ես կռվել եմ, բան, չգիտեմ, մասնակից եմ, իմ այդ հարգանքով խոսացեք։ Եթե հիշում եք, ժողովուրդ ջան, ես մի քանի անգամ ասել եմ, որ մի թույլ տվեք, որ Հայաստանում ինչ որ մի բառադիներ, բառից ուղիղ իմաստով օգտագործեն կռված լինելը, որպես ինչ որ, չգիտեմ, նարիշիլովկա, հա, տենց անվանենք, հա, այսինքն ինչ ուզեմ կարամ անեմ։ Ես արդեն ասել եմ միլիոն անգամ, որ Հայաստանում դժվար է, вообще ոչ միայն Հայաստանում, հայ ընտանիքներում դժվար է ինչ որ մի ընտանիք տենց իրա ցեղով, հա, նկատի ունեմ, տենց մի բարեկամություն գտնես, որտեղ որ զոհված տղեկ չունենան, արա, այդ երկիրը, մեր երկիրը, հա, կռվել է, հասկանում եք, եւ այդ կռվելու արդյունքում բոլորիս բարեկամները, հա, զոհեր են տվել։ Արդյոք բոլորի եղբայրներ են կորցրել, հայրեր են կորցրել, հորողբերներ են կորցրել, քեռիներ են կորցրել եւ այլն։ Նայած որ բարեկամության մեջ ով ինչքան եւ ինչ զոհեր է տվել, բայց բոլորը տվել են։ Ճրնակում ես բանը կռված եմ հարգալից խոսած, չեմ հարգում քեզ, նախ դու հանրապետական ես, հա, ու արդեն հանրապետական եղած վաղ դու անհարգել ես իմ երկիրը, որտեվ երբ որ հանրապետական իշխանություն էր, ոտերը սրբեց իմ երկրի վրա, հա, եւ մի քանի գեներալներ օգտագործելով կռված լինելու արդյունքը չգիտեմ ինչպես դառան գեներալիկներ ու սկսեցին երկիրը շինել։ Ամի դու ես եկե երկիրը շինես։ Չի ստացվի ապեր ջան։ Դու միայն որ արդեն օգտագործեցիր ես կռված եմ հարգե կնձի, արդեն քեզ չենք հարգում, որտեվ դու կռված ալնելու, ես չգիտեմ կռվել ես թե չէ, եթե դաժե կռվել ես, կռված ալնելու փաստարկը ուզում ես օգտագործես իշահ ի նպաստ քեզ։ Կռվել ես, եթե կռվել ես քո երկրի համար, քո տան համար, քո հոր համար, քո մոր համար, քո կնգա համար, քո քրոջ համար, քո տան համար ես մի խոսքով կռվել։ Էդի երեստալով բան չի։ Հասկացար։ Էս էլ սենց ժողովուրդ ջան, ես ուզում եմ ասեմ, որ մեր երկրում ցավոք սրտի ոչ մի բան էլ չի փոխվել, հա, եւ այսպիսի երևույթների դեմ եթե դուք չպայքարեք, ես ցավակցելու եմ, բոլորիս պետք է ցավակցեմ, որտեղ ոչ մի լավ բան այս ամենը չի բերելու։ Նույն կլոնադան, նույն իրադրությունը եւ նույն մարդիկ մի քանիսը կարող է մասկեք փոխած լինեն։ Մի երկիր, որտեղ որ կատարվել է հեղափոխություն, որ երկիրը գեղեցիները պատժվեն, արի ու միտես այդ երկրում հենց այդ նույն գեղեցիները արդեն գտնվում են ազգային ժողով, արդեն որնա հայել գտնվել են, բայց համի մի բան էլ ավելացան անգամ թվով ազգային ժողովում եւ շարունակելու են կեղեքել մեր երկիրը, այսինքն ձեր տունը, մեր բոլորիս տունը։ Իդեպ Նարեկ Կարապետյանը Արցախը անվանեց երկրորդ հայրենիք, ոնց կարելի է Արցախը համարել երկրորդ հայրենիք։ Քանի որ դուք ամեն կերպ ուզում եք հիշատակեք, որ մեր կորցրած Հայաստանի, հա, մեր պապերի հողը, մեծ հայքի հողերը ամեն կերպ ասում եք մեր հայրենիքն են, Արցախը մանավանդ որ համայրա թե ասում է անկախության օրվանից եղել է մեր հետ, հա, Արցախը չի կարող լինի երկրորդ հայրենիք, Արցախը հենց մեր հայրենիքն է։ Հասկանում ոնց է խես դու բաժանում երկրորդ հայրենիք։ Հայրենիքի մեջ չկա գցենք առաջի հայրենիք, երկրորդ հայրենիք, երրորդ հայրենիք։ Հայրենիքի մեջ կա ծննդավայր, որը ավելի հարազատ է քեզ, հա։ Այսինքն չգիտեմ, ծնվել ես որտեղ էի դու ծնվել, Տաշիրում, չէ՞, ծնվել ես, եթե Տաշիրում, եթե չի Տաշիրում չես ծնվել, կներես։ Եթե ծնվել ես Տաշիրում, ամի Տաշիրում, էդի քո ամենահարազատ մասն է, հա, այդ երկրի քո հայրենիքի ամենահարազատ մասն է, որտեղ դու տեղ ես կապվել, այդտեղ ես կապված, այդտեղ ես ծնվել, այդտեղ ես մեծացել, այդտեղ ես սովորել, այդտեղ ես ընկերություն արել եւ այլն եւ այլն։ Էդի քո ամենահարազատ մասն է քո հայրենիքի մեջ, բայց չի նշանակում, որ կողի, չգիտեմ, Շիրակի մարզը բանա, գցենք, չգիտեմ, երկրորդ հայրենիքն է, ընդ չգիտեմ ուրիշ մարդ, չգիտեմ, երրորդ հայրենիքն է։ Արցախը մեր հայրենիքն է եւ վերջ, երկրորդը որսը։ Այն անկախության, այն խաղիկները, այն կլոնադան անկախության, ես հայել ասել եմ ու էլի ասում եմ, էդի հայ համար չէ, էդի
աշխարհի համար էր, որ աշխարհը Հայաստանին չանվաներ ագրեսոր երկիր, երկրորդ հայրենիքն։ Բայց եթե դու համարում ես Արցախը երկրորդ հայրենիքն, բա քեզ հենց Ադանայից խոսում։ Բա ինչ իրավունք ունես էլ արդեն Ադանայից խոսած։ Այր Ադանայել արդեն 6-րդ հայրենիքն է, հա, 16-րդ հայրենիքն է, հա, տենց այդ թանկ թվարկելով։ Էլ ինչ հայրենիքն է, որ տենց այդ պետք է թվարկես հայրենիքները։ Կա մի հայրենիք, կա ավելի ներկայիս մեր տիրապետության տակ գտնվող հայրենիքը, մեր երկիրը, որ մենք պետք է պահենք, պահպանենք, զարգացնենք, ուժեղացնենք, դա մեր երկիրն այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է։ Ցավոք սրտի մեր հայրենիքի կարևոր մասերից մեկը, հա, որ ասում է մարզերից կարևոր, քանի որ նա պահում էր Սյունիքի թիկունքը, Արցախ մարզը մենք կորցրեցինք, այս էլ չմոռանանք ասենք, որ քո հոպարի ժամանակվա շրջանի այդ կառավարության Իրանից առաջվա գտնված, ավելի ճիշտ հոպարը չի, քո հայրն էր, եկեք չշփոթենք, քո հոր եւ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում չէր աշխատում քո հայրը, ահա, քո հոր ժամանակաշրջանի այդ կառավարության եւ դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանի կառավարության օրոք հոել այնքան կերան կեղեքին այս երկիրը, ամի չստենամ այդ միլիարդները դե մարդ են բռնում 500-ատ տուն ունի, մեկին են բռնում, չգիտեմ 700-ատ եսի ինչ ունի, ընես թվեր են գրած մարդիկ արդեն դժվարանում են կարդան, ընես միլիարդներ ունեն, մենակ Աստված գիտի։ Դուք պատկերացնում եք, որ այդքան մենք բայվոյ դրոն ունենայինք, ինչ կլներ Ադրբեջանի բանակի վիճակը։ Այսքան էլ ուզում էր այդային թուրք բերեին, ինչ ուզում էին բերեին։ Հենց հիմի դա ցույց է տալի Ուկրաինան եւ նույն բանը ցույց տվեց Իրանը Միացյալ Նահանգների հետ այս առճակատման ժամանակաշրջանում, հա, որ մենք կդիմադրեինք, ես չեմ ասում կա հաղթեինք, ես իմիջ պատերազմ, ես հայել ասել եմ, դա իլյուզիա է, այսօրվա իրավիճակում անհնարին է Թուրքիային հաղթել, հենց խոսքը Թուրքիայի մասին է, ոչ թե Ադրբեջանի, անհնարին է, բայց այնպիսի ցավ պատճառել, որ հարձակումը լինի որ ասում է շատ թանկարժեք, որ իմաստը կկորցնի, այդա մենք կարող էինք անել, եթե ձեուկ, հա, ես չեմ ասում դու անձամբ, բայց այդ ձեր ժամանակաշրջանի, ճիշտ հորդ ժամանակաշրջանի թալանչիները երկիրը չուտեին, դրանից առաջ էլ անուն արդարության Ռոբերտ Քոչարյանից սկսված, դե ոնց հալնում, որ Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքը միլիարդատերներ են դառնում, հա, աղքատ երկրում, հա, որտեղ որ մարդիկ չգիտեմ, այն վաղտ ինչ էին ստանում, $200 աշխատավարձ ստանային, չստանային, պայթի տրակի հետ էլ արդեն երջանկություններ։ Այդ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եմ ասում, այդ ոնց է լավ ինքը դառավ միլիարդատեր, բայց հայ ժողովուրդը մնաց աղքատ, հայ ժողովուրդը թողեց երկիրը գնաց։ Այդ ցաղ գումարները որոններ հայ ժողովուրդը կպահեր իր հայրենի հողը, հա, իր պապերի հողը, իր հայրենիքի կարևոր մի մասը կպահեր, չէր կորցնի, բայց արի ուտես հիմա ոչ միայն կորցրեց, այ նաև վտանգի տակ դրեց Սյունիքի մարզը։ Ու սա ցույց է տալի այն մասին, որ դուք պաթոսներ տարածելով, որ չգիտեմ, Ադանան ամերը, վաղը ուրիշն ամերը, այն մի ուրիշն ամերը, ոբշեմ հաստինք սասուն մտնին վան, հա, ձեր սիրած բառերով, դուք փորձում եք ժողովրդին մանիպուլացնել, բայց այդ ժամանակը գարցա, ես հիշում եմ ձեր վերջի հարցազրույցներից մեկը, ես անձամբ եմ այդ պահը կադրե դրե, թե ոնց դուք ասիք, մենք պահանջարկ չունենք, Արցախը հետ չենք ուզելու, հա, չենք վերադարձնելու, բա հետո դրանից հետո, որ մենք բարձրաձայնենք, դուք ամեն անգամ սկսակ, երբ որ ձեզ հարց էին տալի, դուք Արցախը հետ բերելու, ես չեմ պատասխանի այդ հարցին, բա որ չես պատասխանի այդ հարցին, քեզ եկե։ Իդեպ այսօր Սամվել Կարապետյանը, հոր եղբայրը ասեց լրագրողների հետ հարցազրույցում, որ գիտեք ինչ կա, ասում է դուք պետք է երազեք, որ ես թե մնամ, քանի որ եթե ես գնամ, դուք ոչ մի բան չեք կարանեք, ինչ մեել Սամվել Կարապետյանն էլ ուզում է ասի, որ հայ ժողովուրդ դուք բանի պետք չեք, հա, ես որ չմնամ, դուք ստե ոչ մի բանի չեք հասնի, այս իշխանությունից չեք ազատվի, բան։ Լսեք, դու գնա, հայ ժողովուրդը կորոշի, որ այս իշխանությունը կպահի, թե չի պահի։ Առաջի հերթին թող Հայաստանում քաղաքական գործողությամբ զբաղվեն այն մարդիկ, ովքեր որ քաղաքական գործիչ են, ոչ թե, չգիտեմ, օլիգարխ։ Դուք այս դեպքում օլիգարխ եք, դուք այս դեպքում քաղաքական գործիչ չեք։
ու հաստատ հայ ժողովուրդը քաղաքական որոշումների մեջ ձեր կարիքը չունի, եթե սխալվում եմ, ժողովուրդ ջան, գրեք, ինքները գրեք, դուք կարիքն ունեք, Սամվել Կարապետյանի կարիքն ունեք քաղաքական դաշտում, կարիքն ունեք, բայց միջև էտել Գագիկ Ծառուկյանն էր ասում, դուք իմ կարիքը ունեք եւ այլն եւ այլն։ Մենք ոչ մեկի կարիքներ չունենք քաղաքական դաշտում։ Ոչ էլ սպորտսմենները ձեր կարիք ունեն, որ ասեք, որ երկու կոպեկ տակ, հետո ասեք եկեք կողս կանգնեք, հա։ Այս այդ ես չգիտեմ դաժե ինչ անվանեմ, այդ աշճանի նիվելով բան ցածր արտահայտությունները կամ մտածելակերպերը։ Ոնց կարելի է այդպիսի բաներ ասել սպորտսմենը։ Սպորտսմենը դու պատկերացնում ես գնա երկիրդ դրոշով բարձրացնի աշխարհի այս ծայրում, այն ծայրումը, օրդներքը միացնեն, դնեն, ամենա մեդալները բերի Հայաստան երկրի տանունը բարձր պայի, վերջում ասեն մենք էինք քո կողը կանգնած։ Արա այդ ինքն է ձեր կողը կանգնած, ոչ թե դուք չեք կարա իր կողը կանգնել։ Գժանոց, այս գժանոցի եւ աբսուրդի չափ ու սաղմանը տավ է եւ անցել են։ Ես այս էի ուզում ասեի ժողովուրդ ջան, ես ցավում եմ, որտեվ եթե այս խորհրդարանը այսպես, ես չգիտեմ, որ իմ համար պետքա անպայման կատարվի, չգիտեմ, նոր ընտրություն եւ ավելի նորմալ պայմաններով եւ ես չգիտեմ, մեր իշխանության ինչ ասեմ, մենք գլխից ասում էինք, որ տիրություն արեք, որ այս հոշ չանեին են բաներին, են հայվաններին, որ գան սեն զորով ինչ-որ ընտրեին, բան ասես չհելնեին փողեր, բաժնեին երկրի դավաճանները վեկալեին ու սրանց մցնեին խորհրդարան սրանց նմաններին, հա, եւ այլն, պետք է անպայման պետք է նոր ընտրություններ, ես չգիտեմ ոնց կանեք, ինչ կանեք, բայց այսպես շարունակել երկիր կառավարել անհնարին է։ Նոր ընտրություններ, նոր ընդդիմություն, որտեվ այս մարդիկ իրավունք չունեն ընդհանրապես խորհրդարանում գտնվելու։ Սա իմ կարծիքն է, որ ես պնդելու եմ միջև վերջ։ Այս ընդդիմությամբ եւ նույնպես այս իշխանությամբ, որտեվ չեն համադրում իրար ընդհանրապես գիտեք ոչ թե չեն համադրում իրար, չեն համադրում մեր երկրի շահի։ Այս ընդդիմությունը պետք է փոխվի, որ իշխանությունը հավաքել է իր ձայները, օքեյ, հա, չեմ բանանում։ Չնայած իմ դժգոհությանը իր աշխատանքին, որտեվ ես նորից կրկնում եմ, հենց այս նույն ընդդիմությունը, հենց նույն իշխանության ձեռքերով է հայտնվել այնտեղ։ Բայց այսպես շարունակել արդեն անհնարին է։ Այսօր այսքան, ըստ էության հաջողություն։